Շարունակ մի առավոտ լուսով վիկենդը սիրելիներս, իսկ այս պահին ուզում ենք ներկայացնել մեր այսօրվա առաջին հյուրին, թեմայից շատ չենք հեռանալու, արդեն շատերդ հասկացել եք, որ այսօրվա մեր մեծ մասը, եթե ոչ ամբողջ վիկենդյան թողարկումը նվիրված է լուսանկարչական արվեստին եւ հետեւաբար պատահական չէ, որ Արվին Քոչարյանն է մեր տաղավարում։ Բարի լույս Արվին։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք, միասին ենք մեր առավոտը սկսում ու հետաքրքիր է թե ինչը պատճառ դարձավ, եթե կհիշեք, որ հենց այս աշխարհը ձեզ գրավեց եւ որն էր ամենաառաջի լուսանկարը, որը դուք արեցիք։ Առաջի լուսանկարը հստակ չեմ կարող ասել, դա եղել է նորից որ հարցրել են, ուտես լիքը մտածել եմ չեմ հիշում։ Ինչը պատճառ դառավ, որ այդ ամեն ինչ մեջ ես թաթախվեցի։ Հիմնական պապայի հոբին էր սա եւ այն ժամանակ բլոնկով նկարում, նեգատիվով էին նկարում եւ մեր պահեստում կար այդ ագրանդիսմանը, այդ թղթերը, ժուրնալները եւ 13-4 տարեկանում ես արդեն այդ որ դու ես փորփրում ես տարակները, ինչ կա ժուրնալները, բան այդ ամեն ինչ նայում ես, շատ մեծ հետաքրքրություն էր ստեղծում ինձ մեջ եւ գնում էի հաճախ պապայից հարցեր էի տալի, որ ոնց պետք է անեմ եւ ինքը տվեց ֆոտո։ Իսկ ձեր հայրը պրոֆեսիոնալ չէ, ինքը ուղղակի հոբի, հա, սիրողական, չնայած ինքը մրցանակ է ստացել դրա համար, բայց ինքը բժիշկ է, բայց հոբին լուսանկարություն էր։ Սկսեց ինքը բացատրել, սենց ու ֆոտոապարատը տվեց, ասեց, այս ձևն է, այս բլոնկեն է, սենց ենք անում, դե գնա քո համար բզբզա։ 13 տարեկան եք այդ ժամանակ։ 14 էի արդեն, հա, 13-ից դες գնում էի փորփրում էի ուղղակի։ Եվ ես սկսեցի արդեն այդ առաջի քայլերը անել, ինչ տեսնում էի նկարում էի, ճանճ, ավտոմեքենա, չգիտեմ, ծառ, եւ այդտեղ լիքը փորձ էի ձեռք բերում, այսինքն հիմիկվա նման չէ, որ այտենց քանի հատ անում ես, թվային տարբերակով արագ նայում ես, շտկում ես, որտեղ պետք է տաների տպեիր եւ։ Ու այս process-ը գնաց մինչև 19-20 տարեկան, որ ես տեղափոխվեցի Հայաստան եւ այստեղ արդեն սկսեցի ավելի, քանի որ տենց ավելի երիտասարդ այդ ակտիվ տարիքն է եւ մտածեցի, որ կարելի է ստուդիո տարբերակով նկարներ անել, այնժամ չկար, ոչ մի բան չկար, ես հիշում եմ դա որ թվականներն էր 2001 թիվ էր։ Հիշում եմ այդ մետրոնոմ անցումը որ կա, այդտեղ մի հատ այս պուճուր անկյուններ, մի հատ տարիքով մարդ է, որ սովետական տենց ջարդած համարյա լույսերից է ծախում, որ ասես գունավոր լամպուշկը կդնում էր մեջը պահում։ 3 հատեր մի հատ էլ միշտ կախվում էր, այդ գլուխը չէր ձգվում։ Դրանով ինչ-որ հետաքրքիր փորձեր անում, շրջապատ ընկերներ, բանեժակ ուսանողական տարիք էր եւ ու տես սկսեց արդեն իմ ավելի։ Ձեր խոսակցությունից գիտեք ինչ նկատեցի, որ ավելի քաղցր է այդ հին հիշողությունները, այդ ժապավենները, որ պետք է գնալ, մոնտաժ անել, կտրել, քան հիմիկվա նոր, որովհետեւ տանջվում էր, մի քիչ տևում էր, արդյունքը քո համար անակնկալ էր, ամեն ինչը արագ չէր։ Նույն հիմիկվա կյանքի պես է, հիմա ամեն ինչը արագ է, դրա համար լիքը բան արդեն անտարբեր է դառնում։ Այն ժամանակ ուրիշ էր, 7 օր սպասում էր մինչև այդ տպեն, հələ պետք է մի քիչ էլ հարմարվեր այդ աշխատողի բնավորության հետ, որ այդպես 8-րդ, 9-րդ չձգվի էլի։ Դա ամեն դեպքում տարիները հաշվի առնելով, որ օրինակ բավականին մեծ է փորձը, բայց այս տարիների ընթացքում արդյոք եղել է դեպք, որ չգրված մի օրենք, ավելի կոնկրետ, որին միշտ հավատարիմ եք մնացել ձեր բոլոր աշխատանքներում։ Էսթետիկ լինելը։ Դա այն չգրված օրենքն է, որ պարտադիր պայման է։ Պարտադիր, շատ պարտադիր։ Ինչ է ձեր լուսանկարներում ակնհայտ է, որ դուք միշտ էսթետ եք։ Նկարները միշտ նկարելուց հետո, դե այդ ընթացքում արդեն հասկանում եմ, որ ճիշտ է թե ոնց է գնում։ Նկարելուց հետո անընդհատ ուսումնասիրում եմ, անալիզ եմ անում։ Այնտեղ շատ հետաքրքիր բան կա։ Ամենափոքր միլիմետրով շարժումը մի քիչ աճ, մի քիչ ձախ, կապ չունի մեկ լուսանկարները, հագուստով լուսանկար, իրան կարող է դարձնել ոչ էսթետիկ կամ էսթետիկ, շատ չնչին շարժումը։ Եվ միշտ նկարելուց հետո ես այդ համեմատությունները, որ նկարների մեջ անում եմ, մշակումներից հետո բան, դա փորձում եմ պարտադիր պահպանել, եւ եթե ինչ-որ բան թեկուզ 20% իմ սրտով չի, դա դնում եմ մի հատ ուրիշ պարկայի մեջ, հա։ Եվ մի քանի օր հետո եմ նորից ուսումնասիրում։ Այդ ժամանակ արդեն այդ բանը այտենց
մի քիչ հանդարտվել է, ավելի սանրեցություն դատել, հա։ Եվ դրանք հասկանում եմ, դա ճիշտ է թե սխալ է, եթե սխալ է մի անգամից անցնում եք առաջ, եթե ճիշտ է, պահպանվում է։ Բայց հակառակ պնդումը կա եւս, որ ամենագեղեցիկ լուսանկարները ծնվում են պատահականությունից, պատահականությունից միշտ ծնվում են, բայց տարբեր ժանրեր կա լուսանկարության։ Այսինքն օրինակ եմ ասում, մի հատ ինչ-որ կադր, որ ձկնորսը ինչ-որ sense այդ փայտը sense նետել է, ձուկը օդա բարձրացե կողքից արծիվ եկել ձուկները, բնականաբար այն կադրն է, որ sense միլիսեկունդի հարց է։ 1000 տարին մեկ կարող է ինչ-որ 1.1-ի բախտը ժպտա։ Այս տիպ լուսանկարներ ավելի բեմադրած, ավելի իմաստային, ավելի գաղափարախոսություն կա մեջը եւ կոնկրետ ես լուսանկարներ անուց էսքիզով եմ մոտենում, իսկ առաջ էսքիզը անում եմ, մատերիալները որոշում եմ, դրանք պատրաստում եմ ատրիբյուտները, բնականաբար իմ թիմի հետ եւ արդեն կոպիտ ասած բեմադրում ենք։ Եվ ընթացքում սկսում ենք զարգացնել։ Ինան փորձ ունի շրջապով։ Բայց վերադառնալով ինայի հարցին, հասկացա, որ ժանրերը տարբեր են, երբ որ դու ուղակի պես լուսանկարչական ապարատը քո ձեռքին զբոսնում ես, ուղակի այդ բանը որսում ես ստացված կադրեր դրանք լրիվ այլ բան են, իսկ երբ որ դու տաղավարում հստակ բեմադրությունով արտիստ է հրավիրված արտիստին, այդ ժամանակ գուցե էլի պատահական լինում է որսալ մկան, միմիկա, հայացք, շարժում, պահ կա, որ այդ բոլոր ամեն ինչ միանգամից սինխրոնացվում է եւ միանգամից ստացվում են կադրը, որ քո համար իդեալական է։ Եթե չէ, պետք է անընդհատ նկարես, մինչև զարգան այդ ամեն ինչ ու կարողանաս ֆիքսես։ Այս դեպքում կարող ենք ասել, որ մեծապես նաև կախված է նրանից ում եք լուսանկարում։ 100% շատ մեծ դեր ունի։ Ընդհանրապես այս տիպ լուսանկարների մեջ հերոսուհին մոդելը լույսը եւ լուսանկարիչ իրար հետ պետք է շատ նույն գծի վրա մտածեն։ Այդ սինխրոնացումը պարտադիր պետք է իրաց մեջ լինի, թե չէ ամեն մեկ կոպիտ ասած իր երկնա երկելու վերջում դառնալու է վատ երաժշտություն։ Այսինքն վատ երաժշտության փորձեր են եղել։ Այստեղից հետևություն, որ հայտնի մարդիկ մի քիչ լինում են կմահաճ, բծախնդիր։ Չես կարող ասել։ Եվ նրանք ավելի բծախնդիր եւ նրանք նույնպես հաճախ ուզում են մասնակցել, բայց տեսնեն, վայ, այս դիրքն է, իմ դիրքը ձախից նկարեք ինձ, աչից մի նկարեք, աչից ես չեմ, աչից հորակրը չստանա։ Տեսնում է այդ տիպ մարդկանց, առնչվում ես ու երկրորդ անգամ էլ չես նկարում իրենց, որտեղ Բայց ում պետք է ավելի հեշտ աշխատել, կմահաճ հայտնիների, ովքեր իրենք են ուզում որոշել, որ անկյունից ավելի լավը Երևան, թե օրինակ ընդհանրապես լուսանկարչական ապարատի հետ հայտնին որտեղ է առնչություն ունեցող մարդու։ Հասարակության շրջանակներում։ Իմ մոտ ինքը հայտնի չի, իմ մոտ ինքը մոդել է, ես լուսանկարիչ եմ եւ արդյունքը պետք է լավ ստացվի։ Ինքը իր ոլորտի մեջ կարող է լինի աստղ։ Բայց հիմա կոնկրետ հայտնվել է տեսախցիկի առաջ եւ պետք է ստանաք այսինչ պրոդուկտը։ Հիմա դա պորտֆոլիո է, դա գովազ, դա ինչ որ կա։ Այդ հայտնությունը դեռ չի խաղում։ Հայտնությունը իր փորձն է այդտեղ ցույց տալի։ Ինչքան ինքը փորձ ունի։ Ճիշտ նկարի վրա։ Մարդիկ կան, որ ես որ ասում եմ ընթացքում չեմ խոսում նկարելու ժամանակ, չեմ խոսում, նշանակում է ամեն ինչը սրտովս գնում է։ Ու մեկն ասում է լավ, հիմա ինչ անեմ, ասում եմ ինչ անում ես շարունակի, շատ լավ, որտեղ չեմ խոսում։ Իսկ եթե ես սկսում եմ խոսալ, այդ նշանակում է անընդհատ պետք է շտկումներ անեմ։ Շտկումները դե բնականաբար լիքը մարդիկա շտկումներ անում ես եւ մոտավոր դիմացին հասկանում է, էլի ինչ գծով պետք է առաջ գնա։ Մարդը կա չի հասկանում ու տենց երկար տևում է այդ ընթացքը։ Իսկ քիչ առաջ որ ինայի լուսանկարն էինք դիտում, շատ է շտկումներ եղել, թե շտկումը միշտ շտկում կա, որովհետև Չէ, նկատի ունեի ազատ էիք թողել ինային, ինան այսպես ինք իր մտքերով ազատ էր։ Իրականում ես չեմ խոսում, շատ քիչ եմ խոսում ընթացքում, քանի որ թե մենք իրար հետ աշխատելու շատ տարիներ, 15-16 թվից մենք իրար հետ աշխատել ենք, ու մտածողությունն էլ է շատ մոտիկ էս ընթացքում նկարահանման։ Դրա համար շատ չեմ խոսում, ուղղակի խնդիրը որ դեմից բացատրում եմ ինչ պետք է լինի, եւ այդքանով գնում առաջ ամեն ինչ։ Հրաշալի լուսանկարչությունը վաղուց ակնթարթը ֆիքսելու միջոց է դարձել, այսպես առանձին մի հատ արվեստի ճյուղ է կարելի ասել, հա, դարձել, որոնք են մերօրյա լուսանկարչության հիմնական տենդենսները։ Տենդենսները Հիմա էսենց մի հատ հարց տամ, տեսեք, ժամանակին կար 60-ական, 70-ական, 80-ական հագուստի պահով, երաժշտության պահով, հիմիկվա տենդենսը որն է։ Բոլոր հենց նույն հագուստը
չկա, ասենք այնքան ամեն ինչը միքսվել է, այնքան շատ է այս ամեն ինչը։ Դե նորաձևությունը համաձայն եմ, բայց երաշխունն էլ համարի, ասենք հիմա հասնում եմ միտեղ միանգամից վերադառնում են 80-ականներ։ Էլ դա զարգանում եւ վերադառնում, ասենք այնքան արվել է այս ամեն ինչը, նոր բան չկա, դա համար միքսեր է դառը իրար մեջ։ Նույն բանն է լուսանկարությունն է։ Լուսանկարությունը ուղղակի ժանրեր ունի, որ օրինակ չգիտեմ, բնություն ես նկարում, մերկ ես նկարում, չգիտեմ, fine art-ը, որ այս տիպի նկարներ է, ռեպորտաժային լուսանկարությունը, նայած տենդենսը չգիտեմ ոնց ասեմ, իմ համար չկա, իմ համար ես նայում եմ, տեսնում եմ լուսանկարի իմաստը ինչ է, ինչ գաղափարախոսություն կա մեջը եւ ինչ տեխնիկայով ինչ են ստացել։ Այդ ամեն ինչը, որ նայելով հասկանում ես ու անալիզ ես անում, հասկանում ես նկարը լավ նկար է, թե լավ նկար չէ։ Ձեր խոսքից մենք հասկացանք, որ լուսանկարությունը, ինչպես նաեւ շատ այլ ոլորտներ, այսպես տենդենս հասկացողությունը շատ հարաբերական է ասված։ Հա, շատ լավ։ Մենք գիտենք ու նույնիսկ բարբերաբար մեր հենց այս տաղավարից էլ առավոտ լուսոյ շրջանակներում նույնիսկ անդրադարձ ենք ունեցել ձեր մասնակցած մրցույթների, հաղթանակների մասով, որն է ամենա այն տպավորիչ մրցանակը, որ երբևէ ստացել եք։ Ամենատպավորիչը 2022 թվականն էր, որ աշխարհում առաջի տեղ գրավեցի։ Լիքը տարիներ շարունակ մասնակցելուց հետո, նախքին տարիներ եղել էր 3-րդ տեղ, 2-րդ տեղ, 7-րդ տեղ, 6-րդ տեղ, այտենց անընդհատ, բայց այս վերջինը այտենց երկար քվեարկություններից հետո առաջի տեղն է, որ ինձ համար այն պիկն էր, որ անսպասելի էր։ Անսպասելի էր, այո, դու կարողանում ես ինչ-որ չափ այդ ընթացքը հետևես, հասկանաս քո աշխատանքը ինչքանով է գնահատվում, ինչքան բարձր, բայց մի պահ կա, 2 ամիս մնացած մինչև այդ ամեն ինչը հայտարարեն, ամեն ինչ անջատվում է, դու չես տեսնում էլ, արդեն գնում է ժյուրի քվեարկությունը դե։ Եվ դու չգիտես, նկարը խաղից դուրս եկավ, թե դեռ շարունակվում է։ Ու մինչև վերջի պահը, որ YouTube-ով պրեմիերա են անում բաները, պատասխանները, որտեղ ես գրավել։ Դու չգիտես։ Պրեմիերայի ժամանակ լայվ դե գնում է։ Հերթով նկարները ցույց են տալի եւ ահա որ իմ մոտ ստրես էր, որտեղ այն որ 30-րդ տեղից ցույց է տալի 29-ը, էսա, հետո չգիտեմ 28, էսա հասել է 7, լավ 10-ը կլնեմ։ Էլ ես չկա։ 3 դե լավ է, կոմպը փակ է, որ առաջի տեղը որ։ Այսինքն երրորդ հորիզոնականից արդեն հանձնվեցիք։ Ես չկամ անջատեք։ Ձև չի։ Ու արյունպես որ Արվին Քոչարյան առաջին։ Գիտեք, բայց աշխարհում առաջին տեղը գրավելու համար պիտի սեփական բացառիկ ոճ ունենաս։ Այո։ Ինչպիսին է սեփական ոճը ստեղծելու ճանապարհը Արվին Քոչարյանի համար։ Այն սկզբից որ Ինչ փոխվում ամեն տարի, երբ ամեն տարի հարցը, ինչ ձևաչափ կա, որ չի փոխվում, դա իմ երևի, չգիտեմ, իմ ներքին աշխարհն է եղել, հանդեպ այն ինչ որ ես ուզում եմ ստեղծեմ, որտեղ ինձ համար թե լուսանկարություն, թե գրաֆիկ դիզայնը, այդ ամեն ինչ առանձին սահմանափակ է։ Իրար հետ միքսելուց ես կարողանամ անեմ այն ինչ որ մտածում եմ։ Որտեղ եղել է շատ դեպքեր, նույն ինքը հենց այդ առաջի տեղ գրաված նկարը, որ ինյան կոնցեպտն է, դա ես երազում եմ տեսել, արթնացել եմ արագ քնաթաթախ վիճակում էսկիզ եմ արել այդ հեռախոսից մեջ, որ չմոռանամ ուղակի։ Եվ առավոտը դες նայում եմ, ուզում հասկանամ ինչ է, եւ դες հիշելով այդ ամեն ինչը մի 3-4 օր հետո դա իրականացել եմ այդ նկարը, այդ նկարն էր որ գնաց առաջի տեղ գրավեց։ Քանի որ խոսում ենք նկարներից, հետաքրքիր է կա մի լուսանկար ձեր աշխատանքներից, որ յուրահատուկ տեղ է զբաղեցնում։ Ինչ էլ ուզում է լինի, անցնեն տարիներ, միևնույն է ինչ-որ մի օր կամ ինչ-որ մի ժամանակ բացում նայում եք ու այդ հույզերն ունեք, այդ ապրումները կամ գուցե հուշեր այդ լուսանկարի հետ կապված։ Հետաքրքիր հարց տվեցի։ Ես այս նկարները որ ընտրում էի, երկու իմ գրքերն էլ կատալոգները որ բացել էի ու նայում եմ որ նկարները պետք է ուղարկեմ լիքը նկար կար, դա երկար ժամանակ, իմ քանի ամիս կար որ չէի նայել նկարները, ու լիքը նկար կար, որ sense քո ասած էմոցիաները, հիշողությունները, չգիտեմ, ոնց եմ արի, ինչքան եմ չարչարվել դա համար կամ ինչքան հեշտ եմ ստացել դիմացինի շնորհիվ, մոդելի շնորհիվ, որ այդ ամեն ինչը սկսեցի վերհիշել։ Հստակ մի 2-3 չեմ կարողանա տենց ասեմ, 20-25 նկար կլինի, որ եթե ասեն ինձ որ այսինչ տեղ ցուցահանդեսը 20 հատ նկարի հնարավորություն կա, այդ 20 հատը կարամ ես ուղարկեմ, բայց որ ասեն 5 հատ նկարի հնարավորություն կա, անկեղծ ինձ համար դա շատ բարդ խնդիր է լինելու։ Իսկ
համաձայն եք այն մտքիդ, որ ասում են բացի մասնակցություն լինելուց լուսանկարությունը նաև թերապիա է, հա, այսպես հոգեբանական թերապիա է։ Ես ամեն անգամ լավ նկարանումից հետո, հենց միստիկուսի շրջանակներում այն տպավորությունն է, որ ինչ-որ բան եմ շահել։ Այսինքն ոնց է մարդ ուրախանում։ Այ այդ կադրը ստանալուց ինձ թվում է իրանք ասել։ Այդ հարցը իդեպ ուզում եմ ինային էլ տալ մի քիչ մասնակցել։ Նենց ուրախ եմ լինում, թեկուզ տուն գնում եմ ուրախ եմ, ամեն ինչ ուրախ է, շատ լավ է, որովհետև ստացել եմ մի բան, որ ինձ հագեցնում է այդ ամեն ինչ, ինձ համար։ Այսինքն այդ ընթացքը, process-ը հանդարտացնող, հանգստացնող։ Իհարկե, ես այս վերջի քանի ամիսը իմ գրաֆիկից ելնելով չեմ կարողացել միստիկուս նկարեմ, ժամանակ չի եղել ու զգում եմ այդ բացը, որ ժամանակն է հոգեբանական թերապիա ստանալու։ Հա, այսինքն գաղափարները կա, նախագծի հետ կապված ինչ-որ մտքեր կան, ուղղակի իրականացնելու ժամանակը չկա։ Եվ այդ բացի մոտս զգացվում է, որ ասած ջանդ կորակ։ Ինձ որպես մոդել այդ պահին արտիստ, որը լուսանկարում է, դու ես այսպես է թերապիան զգում, թե ոչ։ Կախարդական գործընթաց է, ես համոզված եմ միանշանակ, որովհետև մեզ համար ուրիշ կախարդություն է, մենք տեսախցիկի առջև աշխատող մարդիկս եւ տեսախցիկի ետևում գտնվող մարդիկ մի կախարդանքը իհարկե ստեղծում են նրանք։ Բայց քանի խոսեցինք կախարդանքից, ինչ է տեղի ունենում այդ կախարդական տեսախցիկի հետ, որ մարդիկ իրական կյանքում եւ տեսախցիկից այն կողմ տարբերվում են, որովհետեւ մենք շատ մարդիկ ունենք, ում տեսնում ես իրական կյանքում եւ լուսանկարներում անճանաչելի են։ Դա լուսանկարչի գաղտնիքն է, թե հենց տեսախցիկի, թե մարդու։ Ես նշեցի մի 5 րոպե առաջ, որ լուսանկարիչ, մոդել եւ տեսախցիկ, այդ երեք իրար հետ որ սինխրոն են աշխատում, այդ կախարդանքը տեղի է ունենում։ Մենակ լուսանկարիչը չի կարողանի, մենակ մոդելը չի կարողանի, դե տեխնիկան էլ եթե այդ երկուսը չլինեն, ինքը դեկորա ուրիշ բան չի։ Այդ երեք իրար հետ որ ճիշտ տեղ, ճիշտ գաղափարի շուրջ հավաքվում են, այդ կախարդանքը տեղի է ունենում։ Հետաքրքիր։ Շատ հետաքրքիր է, բայց համաձայն եք այն մտքիդ, որ ասում են տեսախցիկը սիրում է իրան։ Չկա տես բան։ Այսինքն տեսախցիկը բոլորին սիրում է, չէ։ Ես չեմ հասկացի, անկեղծ պետք է քանի հիմա պրոֆեսիոնալ լուսանկարչի հետ առիթ ունեմ շփվել, ուզում եմ այդ հարցը տալ։ Կա նման արտահայտության, չգիտեմ, տրամաբանության, տրամաբանորեն պատասխան։ Ես չեմ ընդունում։ Տեսախցիկը բոլորին սիրում է։ Եվ նաև չեմ ընդունում, որ ֆոտոգենիկ չեմ։ Այդ նախադասությունը ինձ համար անիմաստ է։ Բայց արդյոք տեսախցիկը տեսնում է մարդուն այնպիսին, ինչպիսին ինքը կա իրականում։ Տեսախցիկը չի տեսնում, տեսախցիկի հետևի մարդն է կանգնած, որ ճիշտ տեսնում եւ ֆիքսում է։ Ֆիքսում այդ ռակուրսն, այդ կախարդանքը պետք է ասել 3 բանից է կախված։ Մենակ տեսախցիկ ինքը ստանդարտ տեսախցիկ է, նույն ձև բացվում է, փակվում է, ֆոկուս անում, չի անում։ 3 իրար հետ են, էլի որ ստեղծում են։ Գուցե կան սկզբունքներ, որ այս տեսակ նախագծերում ես ոչ մի կերպ չեմ կարող համագործակցել։ Հարսանեկան լուսանկարների նախագիծ։ Աշխարհի ամենագեղեցիկ բանն է ախր։ Բնականաբար լիքը սիրուն լուսանկարներ կա, թեկուզ գեղարվեստական հարսանեկան լուսանկարներ կա, բայց ինձ համար դա ես չգիտեմ այդ ոնց է։ Ես հաճույք չեմ ստանում դրանից։ Որտեվ գիտեմ, եթե ես պետք է խորանամ այդ ոճի մեջ, ես պետք է հասնեմ էլի մի հատ top տեղ, որը չեմ պատկերացնում այդ top տեղը ինչ է, ոնց պետք է հասնեմ։ Իմը չի։ Շատ լավ, Արմին, եթե հնարավորություն ունենայիք լուսանկարելու պատմության մեջ հայտնի 3 մարդկանց, կապ չունի որ ժամանակաշրջանից, որ մարդիկ կլինեին, 3-ին օրինակ։ James Hetfield, Marilyn Manson եւ Jim Morrison։ Եվ ինչու։ Որտեւ այդ 3 իմ մեջ իմ կյանքում լիքը բան են փոխել։ Ու ես բացի այն որ թե իրանց արվեստի ֆանատն եմ, իրանց գաղափարախոսության ֆանատն եմ։ Եվ եթե իրանց երգերը չլիներ, իրանց բառերը չլիներ, իրանց շոուն չլիներ, իրանց արվեստը չլիներ, իմ մոտ լիքը բացեր կլիներ, բայց ինչ որ ես մտածում եմ, ազդված եմ նաև հիմնականում այդ մարդկանց արվեստից։ Հրաշալի, պատկերացնենք մենք ունենք հրաշալի հենց այս բանն էլ, հա, հնարավորություն շփվելու, շփվելու երիտասարդների հետ։ Ձեր ուղերձը, ձեր խորհուրդները նոր սկսնակ երիտասարդներին, որոնք ձեզպես
ինչ որ մի կերպ հետաքրքրություն ու սեր են նկատել այս արվեստի նկատմամբ։ Բայց դեռևս սեփական ոճը չունեն։ Չունեն։ Սեփական ոճ ստեղծելու համար դու պետք է տեսնես ինչ նախավարժ լավ պետք է ուսումնասիրես, այն ինչ որ ասում ես հիմա տենդենսա դառը, տրենդա դառը, այդ տրենդների կողք դրած ուսումնասիրես լուրջ լուսանկարիչների եւ տեսնես որ լուսանկարիչն է քեզ ավելի շատ բան ասում, ինչպես երկիչն է քեզ բան ասում։ Եւ սկսես կրկնօրինակել թեկուզ իր ոճը։ Այդ ժամանակ դու կհասկանաս, որ այս հատվածը ես սենս կանեի, այս մասը ես սենս կանեի, ու դες գնալով մարից տեսնում քո ոճը։ Բնականաբար բոլորս էլ այդ բանով ենք անցել, եւ հիմա ես չգիտեմ իմ ոճը աշխարհում ում նման է կամ ում ոճն է իմ նման, բայց ամեն դեպքում ես ոգեշնչվել եմ ինչ որ օրինակ 10 տվյալ բանից լուսանկարիչ, երգիչ, դերասան եւ ու ստեղծել եմ իմ ոճը։ Կարող է 10-ից 8-ով vocation-շվի ասինց անձնավորություն Իրանը ստեղծի, երկուսն էլ ուրիշ բան vocation-չի Իրան ու մի քիչ արդեն տարբերվենք երես։ Դա պետք է Իրանը ուսումնասիրելով ստեղծի։ Ոճը չի կարողանա ոճը թելադրի ոչ մեկին։ Հրաշալի։ Մենք բլից հարցեր ունենք։ Ես անհամբեր սպասում եմ ես բայ։ Դեմ չեք, որպես վիկենդյան այսպես մեր ընդունված ավանդույթ, մենք հյուրերի հետ կամ խաղենք խաղում կամ ինչ որ բլից հարցեր ենք հիշեցնում, որից ակնկալում ենք բլից պատասխաններ։ Դուք պատրաստ եք։ Փորձեմ ես։ Սկսենք ին։ Փորձեմ։ Սկսենք։ Լուիսը ստվերը թե գույնը։ Լուիսը։ Լուիսը։ Որսա լավ պահը, թե ֆիքսել հաջող կոմպոզիցիան։ Հաջող կոմպոզիցիան։ Լավ։ Սև սպիտակ թե գունավոր։ Սև սպիտակ։ 3 բառ, որոնք բնութագրում են ձեր ոճը։ Լուիս ստվեր էմոցիա։ Լուիս ստվեր էմոցիա։ Բայց լույս ստվերի ժամանակ լույսը ընտրեց։ Հա, առանց ստվերի լույսը անիմաստ է։ Բայց լույսը եթե չլինի, լույս ստվեր է, բան չի երևա։ Եթե ոչ լուսանկարչություն, ապա ինչ։ Այն ինչ որ ստեղծում է շատ յուրահատուկ արդյունք։ Կարող է լինի թեկոս ավտոմեխանիկ։ Հա, ոչ միայն էմոցիոնալ, այսինքն ոչ միայն հոգևորի հետ։ Էմոցիան ստեղծելուց հետո եմ ես զգում դա, այդ ինձ համար արդեն շատ հաճելի է։ Արվին, շատ շնորհակալություն զրույցի համար, հարցազրույցի համար, շատ հաճելի էր փոխադարձ։ Կարծում եմ երիտասարդների համար նույնպես դուք հանդիսանում եք մոտիվացիայի աղբյուր, օրինակ, շատ սկսնակ լուսանկարիչների։ Շնորհակալություն ձեզ, մաղթում եմ ձեզ լավ օրվա շարունակություն։ Եվ մինչ նոր հանդիպումներ մեր տաղավարում, ձեր նոր գործերով։ Իմ մոտ։ Սիրով։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ, այսպես մենք ունենանք երաժշտական դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։